շատ կարևոր է արձանագրել, որ ինքը ոչ թե առանձին վերցրած իրադարձություն է, այլ 2025 թվականին տեղի են ունեցել իրադարձություններ, կայացվել են որոշումներ, որոնք հետագայում կանխորոշելու են Հայաստանի Հանրապետության զարգացման հետագա ընթացքը եւ ելի ուզում եմ ընդգծել, որ դա առաջին հերթին կապված է խաղաղության հաստատման եւ հարակից process-ների հետ։ 2025 թվականը Վաշինգտոնի հռչակագրով արձանագրել է TRIP նախագծի իրագործումը, որը շրջադարձային նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև ողջ տարածաշրջանի համար եւ թույլ տվեք այսօր առավել եւս արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության պատերազմի կամ հակամարտության փակուղուց խաղաղության խաչմերուկ դառնալու գործընթացը տեղի է ունենում շատ տեսանելի տեմպերով։ Պիտի ուրախությամբ արձանագրեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև տեղի ունեցած խաղաղության գործարքը, ինչը խաղաղության խաչմերուկ նախագիծը դարձնում է առավել քան արդիական եւ իհարկե TRIP նախագծի շրջանակներում ուզում եմ հիշեցնել, որ այդ նախագծի կարևորագույն նրբություններից մեկը այն էր, որ բացվում են ոչ միայն հաղորդակցության ուղիները արևելքից դեպի արևմուտք, այլև հյուսիսից դեպի հարավ կամ հակառակ ուղղությամբ եւ պիտի արձանագրեմ, որ այս գործընթացը TRIP նախագիծը միանշանակ եւ աներկբա բացելու է նաեւ Պարսից ծոց Սև ծով հաղորդակցության ուղիները, ներառյալ նաեւ արդեն նրա մասին էլ բազմիցս խոսել ենք միջերկրական ծովի եւ Կասպից ծովի միջև հաղորդակցության ուղիները, որը ակնհայտորեն Հայաստանի Հանրապետությունը դարձնելու է խաղաղության եւ տնտեսության խաչմերուկ։ Այս առումով ուզում եմ ասել, որ նաեւ 2025 թվականին մեր կայացրած որոշումները արդեն գործնական արդյունք են տալիս Հայաստանի Հանրապետությունում եւ ընդամենը այս դահլիճում հիշում եք այդ քննարկումները, հարգելի գործընկերներ, երբ որ մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջև ստորագրված 3 մտադրությունների հուշագրի մասին, այս դահլիճում շատ մեծ քննարկումներ էին այդ մասին, թե այդ մտադրությունների հուշագիրը ում վրա ինչ պարտավորություն ա դնում, դա ինչ ա նշանակում, ինչ ազդեցություն ա ունենալու, դա ընդամենը թղթի կտոր ա, բայց ուզում եմ էլի այս տեմպը գործողությունների եւ զարգացումների մենք արձանագրենք, որովհետեւ մեծ է հավանականությունը եւ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ մեր կյանքի տեմպն է ընդհանրապես փոխվելու եւ մեր զարգացումների տեմպն է փոխվելու։ Եվ 2026 թվականի օգոստոսի 8-ին կնքվում է Վաշինգտոնում նախագահ Տրամփի եւ իմ միջև արհեստական բանականության եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին մտադրությունների հուշագիր, որ լայնորեն քննադատվում է Հայաստանի Հանրապետությունում գործող ընդդիմության կողմից որպես որևէ բան չնշանակող եւ ոչ մի առավելություն չտվող թուղթ եւ անցել է ընդամենը 10 ամիս եւ Երևանի պետական համալսարանում մենք ունենք արհեստական բանականության կենտրոն եւ սուպեր համակարգիչ, մենք Գագարին բնակավայրում ունենք արհեստական բանականության գործարան եւ մենք արդեն իսկ նշանակված է նաեւ հունիսին կարող է հուլիսին, որովհետեւ իմ օրակարգում արդեն դրված է եւ նաեւ Հրազդանում մենք ունենալու ենք արհեստական բանականության երկրորդ գործարանը, որը իր պոտենցիալով ունի 5 միլիարդ դոլարի ներդրումային պոտենցիալ ունի եւ այստեղ էլ գալիս է այն հարցը, որի մասին ես խոսել եմ, որովհետեւ սրանով մեր խնդիրները ոչ թե պակասում են, այլ մեր խնդիրները ավելանում են, որովհետեւ արհեստական բանականության գործարանները իրենք էլեկտրական էներգիայի սպառումը կարելի ասել ընդհանուր երկրաչափական պրոգրեսիայով մեծացնում են եւ մենք այն իրավիճակում ընդամենը մի տարի առաջ, տարի ու կես առաջ մենք կարող ենք համարել, որ մենք էլեկտրականության շատ էական բան ունենք, հավելցուկ ունենք, որը պետք է սպառել ու տեղ գտնենք, այսօր
չունենք էլ արդեն այսօր արդեն մենք պիտի մտածենք թե ինչպիսի նոր հզորություններ գեներացնենք որպեսզի 5 միլիարդ դոլար ներդրումային պոտենցիալը որը հենց միայն Firebird ծրագրով մենք ունենք այդ պոտենցիալը մենք իրացնենք իհարկե այս ուղղությամբ էլ մենք շատ կոնկրետ գործողություններ ենք ձեռնարկում եւ ունենք լավ լուրեր այդ առումով եւ ընդամենը այս օրերին արտաքին գործերի նախարարը գտնվում է այցով Եվրոպական միություն եւ Եվրոպական միությունում արտաքին գործերի նախարարների ֆորմատով ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ եւ Եվրոպական միությունը վերահաստատել է իր հանձնառությունը Հայաստանում կուտակիչ կայանների զարգացման գործում արագացված աջակցություն ցուցաբերելու համար սա նշանակում է որ մենք մեծ քայլերով շարժվելու ենք դեպի էներգետիկ ավելի լայն անկախություն եւ ավելի հուսալի անվտանգություն որովհետեւ արդեն հայտնի փաստ է որ մասնավորապես արևային էներգետիկայի ոլորտում մենք ունենք ըստ էության անսահմանափակ պոտենցիալ եւ մեզ մնում է պարզապես այդ պոտենցիալը իրացնել եւ իրացնելու այդ հնարավորությունները այսօր առարկայանում են եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով այսօր արդեն մենք ընդունել ենք կառավարության ծրագիր, որով կուտակիչ կայանների մասնավոր հատվածում ներդրումը, նաև արտադրական հատվածում ներդրումը արագացնում եւ խթանում ենք եւ այս տրամաբանությամբ մենք պետքա գնանք առաջ։ Հարգելի գործընկերներ, իհարկե մենք հիմա ամփոփում ենք ընթացիկ 8-րդ գումարման ազգային ժողովի աշխատանքները եւ ես նաեւ այս առիթը օգտագործելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավորներին այս ընթացքում կատարած համատեղ աշխատանքի համար, որովհետեւ մենք իսկապես շատ դժվար ճանապարհ ենք անցել, բայց բանալի բառը անցնելն է, որովհետեւ մենք այդ ճանապարհը անցել ենք եւ հույս ունեմ ես իմ վերաստավյալներով կարողացա հաղորդել այդ զգացողությունը, որ մենք այդ ճանապարհը անցնելով հասել ենք բոլորովին այլ տեղ։ Իհարկե մարտահրավերները նույնպես տեղում են եւ առարկայանում են եւ պիտի արձանագրեմ, որ առաջինը մենք երկու անգամ գեր ծանր պայմաններում կարողացել ենք ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքի արտահայտությունը։ Ուզում եմ հիշեցնել 2021 թվականին մենք ինչ միջավայրում ենք իրականացրել խորհրդարանական ընտրությունները եւ այդ ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն են ունեցել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում նույնպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ազատ կամ արտահայտման հնարավորություն ունեցել են, բայց ձեզ հայտնի պայմաններում եւ միջավայրում մենք բախվել ենք բոլորովին նոր մարտահրավերների եւ այդ մարտահրավերներին արձագանքելու պատշաճ մեխանիզմների ձևավորումը պետք է լինի առաջիկա մեր քաղաքական օրակարգի կարևորագույն հատվածը, մասնավորապես մենք այսօր արդեն պետք է ստեղծենք երաշխիքներ, որ ընտրակաշարք բաժանող եւ այդ տրամաբանությամբ գործող քաղաքական ուժերը չունենան որևէ շանս Հայաստանի Հանրապետությունում որևէ քաղաքական ազդեցություն ունենալու։ Ես ուզում եմ արձանագրել, որ այո, մենք պետք է հստակ արձանագրենք, որ ըստ էության խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման ազգային ժողովում, այդ ընդդիմությունը կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է կամ նույնիսկ չի կարելի ասել քաղաքական միավոր եւ Հայաստանի Հանրապետության լեգիտիմ իրավունքն է այդ process-ները եւ այդ շրջանակները զրկել հետագա քաղաքական գործունեության հնարավորությունից։